Փրկարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 20-ին այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն, ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։ Փրկարծառայության տնօրենը տնօրենի տեղակալների ուղեկցությամբ շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նաև այցելել է թիվ 3 Հրշեջ փրկարարական ջոկատ։ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը ծառայության տնօրենին է ներկայացրել ստորաբաժանման տեխնիկական միջոցները, ինչպես նաև ծառայության ընթացքում հանդիպող խնդիրները։ Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական 4 ջոկատ վերազինվել է մեքենաներով։ Արամ Ղազարյանը ծանոթացել է մեքենաների տեխնիկական բնութագրերին եւ հնարավորություններին, ընդգծելով, որ ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը։ Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները անդրադարձել է նաև փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։ Հիշեցնենք, որ ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել Հրշեջ փրկարարական եւ արագ արձագանքման մեքենաներ, ինչի նպատակով պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է ծախսվել։